Իսրայելական հարձակումից հետո խոչապահար փախչում են Գազա քաղաքի Ալ-Յարմուկ թաղամասի խաղաղ բնակիչները։ Կիսավեր տներից, ցակուցրիվ թողնելով երեխաների արյունոտ հագուստները։ Վերջին մեկ օրում Իսրայելի ամենամահաբեր հարվածներից մեկը ավելի քան 50 մարդու կյանք է խլել, փլատակներում դեռ մարդիկ կան, քանիսը հայտնի չէ։ Մենք շուկայում էինք ու ցնցվեցինք առաջին հարվածից, հետո երկրորդ թրթիռն ընկավ։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ գործողություն է արել Գազա քաղաքում, բայց ըստ հաղորդագրության թիրախում Համասի եւ դաշնակից Պաղեստինյան իսլամական ջիհադի հրամանատարության եւ վերահսկողության կենտրոնն է եղել։ Բազմաթիվ զոհեր կան, մոտ 40 մարդ զոհվեց տեղում, շատերը վիրավոր են, հարվածներն առանց որևէ նախազգուշացման եղան։ Թեև բնակիչները պնդում են, որ որևէ նախազգուշացում չի եղել, Իսրայելի պաշտպանության բանակը վստահեցնում է, թե մինչև հրթիռակոծությունը խաղաղ բնակչությանը տարհանման հրաման է տվել։ Մարտի 18-ին երկամսյա հրադադարի տապալումից հետո իսրայելական ռմբակոծություններից Գազայում արդեն շուրջ 2000 մարդ է զոհվել։ Թել Ավիվը պնդում է, թե ընդհանրապես ռազմական ճնշում է գործադրում Համասի վրա, որ ազատ արձակվեն իսրայելցի պատանները, 59 պատաններից ենթադրաբարվող չեն 24-ը։ Մարիամ Ամիրջանյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։